Երբ երեկո եղավ, Արեգակի մայր մտնելու ժամանակ բոլոր հիվանդներին և դիվահարներին նրա մոտ բերեցին։ Քաղաքի բոլոր բնակիչները դրան առաջ էին հավաքվել։ Տարբեր ցավերով տառապող շատ հիվանդների բժշկեց ու շատ դևեր հանեց, և դևերին թույլ չէր տալիս, որ խոսեին, որովհետև նրան գիտեին։ Աստծո որդին եկավ աշխարհ, որպեսզի իր խոսքով նորոգի կոտրված մարդկանց։ Հիսուսի կողմից բժշկության նկարագրությունները ցույց են տալիս Աստծո որդու զորությունը և Աստծո արքայության սահմանների տարածումն ու ընդլայնումը մեղքով լի աշխարհում։ Երբ մեր Տերը բժշկում է, խավարը նահանջում է, ցավը կորցնում է իր իշխանությունը և թագավորությունն ընդլայնվում է։ Սա տեսանելի նշանն է իր փրկարար շնորհի, որով նա ազատում է մարդուն ոչ միայն հիվանդությունից, այլ նաև մեղքի կապանքներից։ Գալստյան այս շրջանը հիշեցում է, որ Աստծո որդին մտնում է այնտեղ, որտեղ կյանքը կորցրել է գույները և ցավը իրական է։ Նա գալիս է, քանի որ գթասիրտ և ողորմած Տերն է։ Հիսուսի զորությունը երբեք ուղղված չէ ոչնչացնելու, այլ վերականգնելու։ Նրա զորությունը բխում է Աստծո ինքնիշխան կամքից։ Նա բժշկում է մարմինները, բայց իր նպատակը հոգու նորարարումն է։ Մարդը, որին մեղքը կոտրել էր, դառնում է նոր ստեղծագործություն։ Ինչպես Պողոս առաքյալն է գրում, իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է, հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Այս պատմությունը ավետարանի պատկերն է։ Հիսուս Քրիստոսը մտնում է մեր կյանքից ներս, հպվում է մեր տկարությանը և իր շնորհով վերականգնում մեզ։ Այսօր հարցրու ինքդ քեզ. հավատում եմ, որ Քրիստոսի շնորհը բավարար է իմ բոլոր վիճակների համար։ Խնդրում ես, որ Քրիստոսի գթասուրտությունն իշխի քո հիվանդությունների, ցավերի և դժվարությունների վրա։ Տեր Հիսուս, դու ես իմ կյանքի Տերն ու բժիշկը։ Բժշկիր ինձ, նորոգիր իմ հավատքը և թող ամեն բան իմ կյանքում լինի քո փառքի համար։